Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսել մեծ Թումանյանի խոսքերով։ Վստահ եմ ձեզ էլ դուր կգա։ Մեծ բախտ է ծնված լինելը լավ ծնողներից։ Ես դեռ կլրացնեի մեծ բախտ է ծնված լինել ոչ միայն լավ ծնողներից, այլ լավ միջավայրում, լավ ազգից, լավ ժառանգության։ Այսինքն հիմնականում նրանով հպարտանալ ինչ որ մենք ունենք։ Մենք ունենք առանց դրա համար ինչ որ մի բան անելու։ Պատկերացնում եք, մենք այդ ամեն ինչը ստացել ենք ուղղակի առանց դրա համար մի բան անելու։ Ու մենք երևի դա չենք հասկանում, թե ինչքան մեծ բախտավորություն է ծնվել հայ, ինչքան մեծ բախտավորություն է ունենալ այդ ժառանգությունը։ Շատերի համար գուցե դա արժեք չի, շատերի համար գուցե դա բեռ է նույնիսկ, բայց լավ մտածելու պարագայում կարելի է հասկանալ ու եզրակացնել, որ մենք եզակի բախտավորներից ենք։ Թե ինչպես ենք դա օգտագործում մեր առօրյա կյանքում եւ ինչ է տալիս մեզ, դա արդեն այլ խնդիր է։ Ես կասեի դա արդեն մեր խնդիրն է։ Բայց սա շատ կարևոր է իմանալ, որ լավ ծնողներ ունենալը դա եզակի բախտավորություն է։ Իսկ հայրենիքը նույնպես ծնող է։ Իսկ մեր հայրենիքը լավն է։ Ինքը սիրո կարիք ունի։ Իսկ հիմա ասենք օրվա նորություններին։ Ես այսօր մի այսպիսի նկար տեսա, պատկերացնում եք, սա 25 տեխնացում ենք մենք եւ հարցում է ում եք այստեղ վստահում։ Հասկանում եք 2-3 միլիոնանոց երկրի համար ունենալ 25 տեխնացու ես չեմ վերլուծում հիմա իրանց, ինչքանով են իրանք լավ է, ինչքանով են իրանք վատ է, բացարձակապես, բայց 2-3 միլիոնանոց երկրում ունենալ 25 տեխնացու, սա վկայում է մի բանի մասին, մենք քաղաքական դաշտ չունենք քաղաքական դաշտ, սա նշանակում է, որ գուցե նոր է ձևավորվում, գուցե սա շանս է ձևավորելու քաղաքական դաշտ, բայց 25 տեխնացուն, որում ասեմ, սա ամբողջական ցուցակը չի։ Կան մարդիկ, կան տեխնացուներ, որ այստեղ չկան։ Ուղղակի մենք գիտենք այդ տեխնացուների գոյության մասին, բայց իրանք այստեղ չեն։ Եվ չի բացառում, որ վաղը դառնա 26, 27, 28։ Ամեն դեպքում նույնիսկ 25 թիվը դա մտահոգիչ է, նույնիսկ 24 թիվն է դա մտահոգիչ։ Ցանկացած կայացած քաղաքական դաշտում, որ երկին ուզում եք վերցնեք, կարող է լինի 2, 3, 4 մաքսիմում։ Որովհետև դրանք կարելի է արդեն զանազանել նրանց քաղաքական լրջության մասին։ Չի կարող քաղաքականության մեջ լինել 24 ուղղություն։ Չի կարող քաղաքականության մեջ լինել 24 տեսակի քաղաքական նախընտրություն։ Քաղաքական նախընտրությունը այս աստիճանի բազմազան չի եւ բազմաբևեռ չի։ 24 բևեռ հնարավոր չի գտնել քաղաքականության մեջ։ 3-4 մաքսիմում։ Հիմա ես չգիտեմ, սա կարելի է դիտարկել որպես դիվերսիա, սա կարելի է դիտարկել որպես մանկապարտեզ քաղաքական իմաստով, ոչ մասնակիցների թվով, ոչ տեխնացուների թվով, ուղղակի սա որպես փաստ, թե մենք ինչ քաղաքական տրամաբանության մեջ ենք գտնվում։ Իսկ ես վստահ եմ, այս 24-ից որ խոսեցնես, բան թեստ լինի հանձնելու, կարելի է ասես մաղել, թողնել 4-5-ին, որ իրականում պատկերացում ունեն ինչ է նշանակում քաղաքականություն եւ ուզում են ինչ որ միտեղ գնալ վստահաբար եւ այդ 4-5-ը կարող է իրար մեջ հավաքագրեն, մնացած 20-ին կամ 10-ին, որոնք կարող է մոտավորապես նույն բանն են ասում, իսկ նույն բանն եք ուզում, նույն ուղղությամբ եք գնում, դուք ոնց կարող եք նույն ուղղությամբ տարբեր դեմքերով գնալ, ընտրողը ինչ անի։ Սա ում եք ծառայություն մատուցում մյուս կողմից, հարգելի տեխնացուներ, թող անձնական չընդունեն ոչ մեկը։ Երևի բոլորը հասկանում են, ինչը նշանակում, ասենք ռուսական ուղղության ջատագովներ եւ այդ ուղղությամբ 4-5 մասնակից կամ 10 նշանակում է ոչ մեկ չի ունենալու հաջողություն։ Նշանակում է իրենք էլ խաբում են իրար։
իրենք էլ չունեն ներքին համաձայնություն եւ պատկերացնում ընդհանրապես ինչ են ուզում։ Սա ես կարծում եմ Հայաստանի համար ողբերգություն է քաղաքական իմաստով։ Առանց որևէ մեկին անձնական թիրախավորելու նույնիսկ Արամ Սարգսյանին, որտեղ սա իր մեղքը չի, սա քաղաքական իրավիճակն է։ Իսկ եթե քաղաքական իրավիճակը լուրջ լինեին այս քաղաքական ձևավորված ինստիտուտները, Արամ Սարգսյանը ով էր, որ քաղաքական հայտ ներկայացներ։ Արամ Սարգսյան տեսակը հնարավոր է քաղաքական հայտ ներկայացնի մենակ այս պարագայում։ Եթե կարա լինի 24, ինչի չի կարա լինի 25, կամ ասենք Փաշինյան Նիկոլ, սա նույն բանն է։ Բայց գնանք առաջ։ Քաղաքական վիճակի շարունակությունը լսենք։ Սա մեր քաղաքական Լով ջան, քանի որ մենք միասին ենք աշխատում մեր պրիդվիբեռնի կամպանիայի շուրջ, ասեմ մենք պրիդվիբեռնի կամպանիայի շուրջ ենք աշխատում, դա մեր 24 տեխնացու։ Կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան հայտարարենք, առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կա։ Սեքսի նախարարություն։ Ինչքան ես գիտեմ, առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցն էլ չի լուծվում։ Ինչքան ես գիտեմ, չգիտեմ, կարող է այլ տարբերակներ կան։ Մի զարմացեք, այս տղա, այս երիտասարդին չեմ թիրախավորում։ Ինքը մեղավոր չի, որ իրեն ասել են դու կարող ես քաղաքականությունից խոսալ, որտեղ եթե Արամ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը կարող են քաղաքականությունից խոսալ, վստահ եղեք, այս տղեն էլ իր պատկերացումն ունի։ Սա թիրախավորված չի, սա անձնավորված չի, սա քաղաքական հասունության վիճակ է, քաղաքական։ Ես ասում եմ քաղաքական ազգ չենք։ Գիտեք ինչքան մարդ է ինձանից նեղացել։ Ոնց ուզում ես ասես մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ուզում ես ասես մենք քաղաքական առումով ասենք հասուն չենք, հա, ուզում ես ասես մեզ հետևորդները չեն հասկանում ում են հետևում կներեք։ Քաղաքական դիալոգը սա է, եւ այս տղեն իրավունք ունի այսօր զբաղվելու քաղաքականությամբ։ Փաստացի ինքը կարող լինի 25-րդը, որովհետեւ ասենք Էս էլ է քաղաքականությունը, լսեք։ Ու շատ դեպքերում չգիտեմ նկատել եք թե չէ, բայց օրինակ որ գնաք ուրբաթ օրը խմելու, շաբաթ օրը խմելու, ձեր խմող ընկերները երբեք չեն ասի, վայ, էս ինչ ես անում, էլի խմում ես, էլի կլուբում ես կամ էլի ես ինչ որ տարած, տենց չեն ասի, բայց որ իրանք տեսնեն քեզ առավոտները ժամը 5-ին արթնանալուց, երբ որ գնում ես վազում ես եւ այլն, sense կոմենտներ կարան, վայ, բան քեզ տաղրել է սպորտը, ինչի։ Այս սա էլ է քաղաքականությունը, հասկացեք։ Սա Հայաստանի գլխավոր քաղաքական բանն է, ընտանիքն է։ Որի ծնողը հռչակել է, հայտարարել է, որ կրթվել է նորաձև է, ուղղակի մոռացել էին ամենակարևոր բանը, որ կրթությունը պետք է սկսել ընտանիքից։ Թե ոտ ինչի չի կարա լինի սեքսի նախարարություն, հա? Ինչի չի կարելի նման հայտարարություններ անել։ Հավատացեք, ես չեմ մեղադրում այս մարդուն, այն երիտասարդին, որովհետև այսօր քաղաքական ընտանիքը էս է ներկայացնում, հասկանում ես, ու արդեն Հա, ու շատ դեպքերում չգիտեմ, նկատել եք թե չէ, բայց երբ որ ասենք ընկերների հետ գնում եք ուրբաթ օրը խմելու, շաբաթ օրը խմելու, տուդա, սուդա, ձեր օй, ներուժի Հայլանդակ, ուր է, պողպատեմ ուր չէ։ Спасибо, папа։ Ձեր ընկերները երբեք չեն ասի, ինչու ես գնացել խմելու։ Ո ոչ, ձեր ընկերները կասեն, լսի, քո եղբայր Աշոտիկ ասեն գնում էր լեկելու, եթե հասկացանք։ Ինչու է։ Խնդրեմ, սա հումոր չի, սա տրագիկոմեդիա է, սա իրականության ուղղակի սարկաստիկ, sense չափազանցված դրսևորումը։ Ստեղից միջև 24 հոգի տեխնացուն, հավատացեք, մեկ քայլ է։ Եվ այդ քայլը այնքան մոտ է իրար։ Այս ինչ որ կատարվում է հենց այսօր այս նկարի մեջ, դա դրա նկարագրությունն է։ Հիմա մենք որպես հայեր, մի քիչ ավելի մտահոգ, մի քիչ ավելի մտածել ունակ մարդիկ, մենք ինչ ունենք այստեղ անելու։ Մենք գործ ունենք այս մասով անելու։ Ես կարծում եմ մեր пассивությունն է բերել սրան, հա, ես ինձ մեղավոր եմ համարում սրա մեջ։
Ես կարծում եմ մեր пассивությունն է, որ թույլ է տալի, որ մարդիկ հայտարարություն են անել այս կարգի ամբիցիաներ ունեն, որտեղ հասկանում են, որ լսի, եթե ինչի ես չեմ կարող, հա, ինչի ես չեմ կարող, իսկ եթե սա հնարավոր է։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, պարոն Ալիևին, ինչպես նաև ես իրավունք ունեմ շնորհակալություն հայտնել նաև մեր վարչապետին, որովհետև երկրի մեր ղեկավարը վարչապետն է, այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է, եւ դա նպատակը մեկն է, գիտեք, հիմա արդեն տեսանելի է, նպատակը միայն խաղաղությունն է, ոչ թե իշխանության։ Կներեք այս կադրի համար։ Այս մեր զինվորներին են գնդակալում։ Այս տականքը շնորհակալությունը հայտնում։ Դե հիմա այնտեղ են ինչ մեղավոր է։ Ինքը մտածում է, գիտեք ինչ, եթե սա քաղաքականությունն է, ես առնվազն այնքան տականք չեմ լինի, որ սրա համար շնորհակալություն հայտնեմ։ Կարող եմ ես լինել վարչապետի տեխնացու, կարող եմ ես զբաղվել քաղաքականությամբ։ Պրեդվիբերնի կամպանիաներ կարող եմ, ինչի՞ չի կարող։ Սա նրանց համար եմ ասում, ովքեր մտածում են, դե լավ, դե հիմա Վահագն Խաչատրյանն է, ինչու՞ չի կարող լինի։ Մենք այդ նշաձողը այնքան ենք իջացել, մենք ենք սահմանել այդ նշաձողը, մենք որպես ազգ, որպես անհատականություն, վզակոտին չենք տվել նրա, ով չուներ արժանապատվություն, չուներ արժանիքներ եւ հավակնում էր ինչ-որ մի բան անելու։ Մենք մտածել ենք դա մեր գործը չի, վզակոտին տալու փոխարեն նույնիսկ կարող է քաջալերել ենք, այդ չեմ ասում քծնողների մասին գրողը տանի դրանց։ Գիտեք նույն բանը ինչու Պարսկաստանում հնարավոր չի, որովհետև նրանց չգրված օրենքների մեջ, չգրված դեռ զրադաշտական ժամանակներից մի շատ կարևոր օրենք կա, որ իրավունք չունի ոչ արժանին գրավել ինչ-որ post, պաշտոն, այսինքն ամեն մարդ իր տեղում պետք է լինի։ Սա զրադաշտական օրենքներից է։ Ես անով զրադաշտականությունը չեմ գովազում։ Ես ուզում եմ ասել, երբ որ այս պոստուլատներով ապողած գա լինում, ինչն էլ իր արդյունքն է տալիս։ Երբ որ պոստուլատերից դուրս ունենալով այդ պոստուլատները իհարկե, սահմանված մեր մեծերի կողմերից, Նժդեից սկսած միջև, չգիտեմ, միջև Կոմիտաս, միջև Նարեկացի, այսինքն մենք այնքան մարդ ունենք այդ բաները սահմանած չափանիշները։ Մենք ում ենք հետևել։ Մենք ինչ ենք արել։ Մտածել ենք սա մեզ չի վերաբերում։ Այ հիմա ես կստանամ իմ աշխատավարձը, կգնամ իմ համար ապրելու, կգնամ իմ համար ճանապարհորդելու։ Ես նայում եմ մարդկանց կյանքը։ Հավատացեք, ես նայում եմ ասում եմ սա նախանց չի, սա չարություն չի, ասում Երանի ես իր Հայաստանում ապրեմ, որտեղ ինքը այս խնդրեմը չունի, գրողը տանի։ Որովհետև ինքը չի հասկանում սա ինչ հետևանքների է բերում։ Մտածում եմ, որ իր համար այսօր թեթև է կյանքը, հաջողվել է կյանքը, նշանակում է դա լինելու է հավերժ։ Ոչ ոք չի երաշխավորելու, որ քո երեխեն այս վիճակում չի լինելու, կամ թո թորը քեզանից հետո։ Ոչ մեկ չի, ու հաջորդ նախագահը քո թույլտվությամբ դրա համար շնորհակալություն չի հայտնելու։ Կներեք, այսօր այսպես է գնում հաղորդումը։ Հայաստանը ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի պատվիրակությունը։ Դե հիմա թող մեկը ասի, որ մենք աջակիցներ չունենք, որ մենք թույլ ենք, որ մենք ոչ մեկի պետք չենք, որ մենք երկիրը պետք է ծախենք Թրամփին կամ Նետանյահուին կամ չգիտեմ Էրդողանին, Ալիևին կամ Ռուսաստանի պետք է ծախենք, ճանապարհ տանք, որ մեզանով հետաքրքրվող լինի։ Մենք ինչ ենք ծախել այդ բան Հնդկաստանին, որ Հնդկաստանի աշխարհի երրորդ տնտեսությունն է։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի պատվիրակությունը գա Հայաստան։ Մենք ինչ ենք արել, ինչ ենք ծախել, ինչով ենք հետաքրքրել։ Ոչ մի բանով։ Բացի աշխարհագրական դիրքով։ Մեկ է գուցե ընդհանուր պատմական մոդելի նմանությամբ, որ մենք էլ եվրոպական ազգ ենք, որովհետև իրանք կարող են մեր հետ խոսել ի տարբերություն թուրքերի հետ։ Իրանք չեն խոսի պակիստանցիների հետ, իրանք չեն խոսի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ,
Չէ, իրանց մոտ ենք այս հարցաշրջանում մենք ու պարզվում է Էվրիկա որպեսի դու ունենաս դաշնակից Սպարտադիս չի ստորանա, Սպարտադիս չի հողերը ծախես, զինվորից սպանես, հետո մի հատ շնորհակալություն հայտնես, կարող է եւ այլ ձևով լինի։ Խնդրեմ։ Հիմա ինչ կստացվես հանդիպումից, ես կարող եմ ուղղակի ընդհանրապես գուշակել, որ Նիկոլենք ինչպես առաջ, այնպես էլ հիմա բոլորի եւ եվրոպացիների եւ հնդիկների պիտի ասեն շնորհակալ ենք, գիտեք մենք խաղաղություն ենք գնում, Ալիևը ուրախ չի, որ մենք ձեզանից զենք ենք բերում։ Ես մնացածը չեմ ուզում կարդալ, մենք ինչ որ կգրեն ստեղ, սա ապագայի մասին են գրելու, այն որ երբեք չի լինելու։ Որովհետև մեր տառապանքը փորձ ունի, այս տարիներին ինչ տեսել ենք, դրանից են կողմ նոր բան չի լինելու։ Չի կարող ցած պայտակ ինչ որ նոր բան ծնվել։ Սրանք ունակ չեն նոր բան ծնելու։ Սրանք կարող են նոր բաները սպանել, բայց ոչ թե ծնել։ Այս հոդվածին ես չի անդրադառնա, որովհետև կույր կարելի է sense ասել, նայեք, Հայաստանը եկել Հնդկաստանի զինված ուժերի շտաբի ներկայացուցիչները նշանակում է ապրի Հայաստանի կառավարությունը դաշնակից պետություն է գտել, որ մեր հիմա մենք կարող ենք բանակ ուժեղացնել, ռազմական դաշնակցություն, ինչ որ վիճակի գալ, որպեսզի ապահովել ազգային անվտանգությունը եւ այլն մեր ֆիզիկական գոյությունը, բայց չէ սա առաջի այցելությունը չի, սա առաջի շփումները չի։ Չի եղել, նշանակում է չի լինելու։ Փոխարենը մեծ դեմենտալից ուրիշ բան։ Մեծ դեմենտալի Հնդկաստան իրան ճանապարհի հակում, թրիփ։ Մեծ այն դեմտալի։ Այ որ մեր փրկությունը Հնդկաստան Իրան սեփսով ճանապարհը փակելն է։ Գուցե դրա համար են եկել, ես չեմ կարող ասել։ Մենք իրական պատճառներն ու խոսակցությունը երբեք չենք իմանա։ Արդյունքներից կարող ենք դատել, որովհետև լավագույն արգումենտները դա արդյունքն է, թե ինչ են խոսում, ոնց են խոսում, արդյունքն է կարևոր։ Թե մեզ ինչ կասեն, ինչ են խոսացել, բացարձակապես էական չի։ Ես արդեն այդ տարիքում եմ, որ ես չեմ լսում ինձ ինչ են ասում։ Ես նայում եմ ինձ ինչ են ասում։ Նայում։ Խոսքերը չէ, նայում եմ ինձ ինչ են ասում, ես արդեն մոտավորապես գիտեմ ինչ է լինելու։ Եվ նայում եմ արդյունքների։ Այս արդյունքները լինելու են ինչ որ միջև հիմա եղել, որովհետև Հայաստանի քաղաքականությունը որոշում են նմանները, լսեք միայն։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից ձեռք բերի 80%-ը վառելիքի, որը որ օգտագործում է, կտնտեսի 80 միլիոնից 100 միլիոն դոլար։ Սա դասական դախլչի է։ Դասական դախլչին գիտեք որն է։ Ովքեր չեն ապրել, ասենք 90-ականներին, 91, 92, հա, այդ թվականներին իրանք չգիտեն ինչ է նշանակում դախլչի։ Դախլեկը ասես փոքրիկ սեղանիկներ էին, որ երբ որ տնտեսությունը ազատականացավ, իրավունք կար արդեն ինչ որ միտեղից ապրանք առնել, վաճառել, այ Երևանում հայտնվեցին դախլչիները։ Դախլա էր դա կոչվում էր, թութերը բախ։ Եվ այդ դախլի աշխատողները գնում են, ասենք, տուփով մի բան եւ կրկնակի երակի ավել հատով վաճառում էին ամսոկներին։ Իսկ այս ժամանակ սովետական խանութներում չկար այդ բանը, ինչ որ կա դրված են այդ դախլիկի վրա։ Այսինքն եթե մարդ ուզում է կոկա-կոլա առներ, ինքը պետք է դախլիկի վրայից առներ։ Բանանի մասին էլ չեմ խոսում։ Հա։ Այդ չեմ խոսում այդ բանանի մասին։ Բանանը դա մեծագույն ճոխություն էր, խում էի, որ բոլոր էր, դախլչին դա էր։ Այս սա մնացել է դախլչու կարգավիճակ։ Եվ մեզ ինչ է ասում, այ որ մենք եթե հարևաններից ի նկատի ունի Ադրբեջանից էլի, գոնե 80%-ով իրանցից ապրանքներն առնեինք, մենք 80-ից 100 միլիոն գումար կտնտեսեինք։ Այսինքն նշանակում է, այն որ մենք ուղիղ ենք առել Ռուսաստանից, այդ 80-ից 100 միլիոնը իրենք մի բան էլ ավել, պլյուս Ադրբեջանի փայը։ Իրենք գողացել են մեզանից։ Հիմա ասում են, այ որ Ադրբեջանից առնենք, այդքանը կտնտեսեք։ Այսինքն Ադրբեջանը Ռուսաստանից առնում է, վաճառում է մեզ, դա ավելի ձեռնտու է թե կտնտեսենք, բայց եւ որ իրանք ուղիղ ընդերից են առել, այդ պարագայում իրանցից չենք տնտեսել։
տարեկան կտրվածքով։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների չի ձեռք բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրներին։ Բա այդ հարևանը Ռուսաստանն է։ Ադրբեջանը բենզին չի արտադրում։ Բայց սա դախլչու հոգեբանությամբ իր կլիենտին կներեք բարելիս համար, որոնք ոչ իմանից տեղյակ չեն, հիմա սես կանգնած ոտի վրա խափում է։ Ոտի վրա կանգնած խափում է։ Այ եթե մենք չառնենք, իրանք 10,000 անգամ ավելի ծախել են արտասահմանի։ Ոնց ռուսական գազը իրանք սեստենից վաճառում են։ Մենք այդ ռուսական գազը կամ նավթը կամ բենզինը չենք կարողանում ուղիղ գնել։ Այդ ոնց է ստացվում մենք ուղիղ գնալուց կորցնում ենք, Ադրբեջանի միջոցով գնելուց շահում ենք։ Իհարկե լրագրող այդ հարցը չի տա, որտեղ ամենայն հավանականությամբ լրագրողն էլ չգիտի դրա մասին։ Իսկ սա հասկանում է, որ լրագրողը տեղում չի, չկա այդ գործում։ Ու այդ դախլչու հոգեբանությամբ կեսցնում է, ուտացնում է, այն ինչ որ ինքը ուզում։ Եվ իրենք միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տնտեսի 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը գնա այլ ոլորտներ, այլ ոլորտները զարգանա։ Հասկացաք։ Այ որ միջև այլ ոլորտներ չի գնացել, այլ ոլորտները չեն զարգացել։ Դրանից է եղել, որ մենք ռուսական բենզինը ուղիղ Ռուսաստանից ենք առել։ Այ որ ռուսական բենզինը Ադրբեջանից հիմա առնենք, այդ ոլորտները կզարգանան։ Դուք հիմա հասկանում եք, սա ինչի է հնարավոր, այս վիճակը, ինչի հնարավոր չի մեր բարեկամությունը Հնդկաստանի հետ, ինչի ենք մենք փակում Հնդկաստան Իրան այս ճանապարհը դեպի Եվրոպա ինչ ենք փակում, որտեղ այս դախլչիներն են ղեկավարում մեր երկիրը, այս ստով, այս հոգեբանությամբ, այս կեղծիկով, այս կարգի տիեզերական սրիկայությամբ։ Հասկացան։ Սա այն իրականությունն է, որը որ ձեզ պետք է ասել։ Իսկ այդ Բա սա այն իրականությունն է, որ ինքը պետք է ասի։ Ես էլ քեզ ասեցի իրականությունը, գրզո։ Գրզո, քո հետ գիտես, պատկերացնում ես քո հետ ինչ կկատարվեր։ Պատկերացնում ես քո հետ ինչ կկատարվեր, ասենք մոտապես 91-92 թվականին։ Քո հետ։ Կամ քո նախնիների հետ։ Դու հիմա սպանում ես մի երկիր, որը պահել են տղերք։ Պահել են տղերքը իրանց հնարավորություններով, կյանքով, չերաստել։ Այս վերջերս կարդում էի, չգիտեմ որտեղից է եկել մոտս, հանցագործ աշխարհի մասին։ Հենց ինֆորմացիան եկավ, որ հայերի ազգանուններ կարդացի, հետաքրքրեց էլի։ Կարդացի ու վերհիշեցի այդ տարիները, այդ շրջանը։ Ու երևի շատ քիչերը գիտեն, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին այն տարիների առաջի զենքի մատակարարումները անօրինական, փողի մատակարարումները, փողի ոչ թե մատակարարումները, փողի փոխանցումները Հայաստան, բանակի օգնություն, այդ ամեն ինչ եղել է ոչ օրինական։ Հանցագործ ճանապարհներով, այն ժամանակվա ստանդարտներով։ Ու այդ հանցագործ ճանապարհներով հայկական բանակին զինել են հանցագործները, գողերը, հայ գողերը, այն ժամանակվա գողերը, մասնավորապես Սվորաֆը, ինքը իր ամբողջ կապերը, ամբողջ ռեսուրսները օգտագործել է Սփյուռքից փող հավաքելով, ադրբեջանցիներին փող տալով, որ Ադրբեջանի տարածքով հայկական ջոկատների համար զենք բերի։ Այսինքն ես պատկերացնում եմ մի բան, այդ տղերքը հիմա մի հատ կենթանան, դրանց սպանել են բաղուց արդեն բոլորի։ Կենթանի ու լսեին գրզոն ինչ է ասում։ Գրզոնը ասում են, որ մենք չենք զարգանում, այդ ոլորտները չեն զարգանում, որովհետև մենք Ռուսաստանից ենք ուղիղ գազա, ուղիղ բենզին առնում, եթե հայման Ադրբեջանով առնենք, մենք փողը տանք Ադրբեջանին հարստացնենք, այդ ոլորտները կզարգանան։ Բայց գրզո։ Երևի դու մի պահ մտածեցի, հասկացար, որ ինչ կկատարվեր։ Կամ քո նախնիները, որտես բան մտնելով անցնեն ժամանակ։ Երեխայական,
չկրթված, չգիտեմ որտեղիցի հայտ եկած, որ ասում են $100,000 գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է դրա համար խելք ունենաս։ Ու ինքը այդ խելքը ունի։ Ու այդ տնտեսությունը գիտեք ոնց է զարգանում, որ դու ուղիղ արտադրողից չես առնում, միջնորդից ես առնում, ու դե քո տնտեսությունը զարգանում է։ Ու սա ուղեղն է, ու ինքը խոսում է հիմա լրագրողի հետ։ Այդ լրագրողը իրավունք ունի այդ միկրոֆոնը զստա ճակատին։ Ասեր դու ասենք դեբիլ ես, բայց չի նշանակում ես ինձ լսողները այդ կարգին մեկ անգամ sense որ բան լինի գրզոնել ինտերվյու չի տա։ Էլ էս կարգի հիմարությունը չի ասի։ Բայց փոխանցեք դիա։ Փոխանցեք որ գիտեք ինչ։ Հո քեզ քո նմանները չեն լսում բացառապես։ Ոչ թե քո աշխատողներն են լսում, որ ինչ ասես գլուխները պետք է տմբացնեն, որտեղ փող ես տալիս։ Պարոն Խաչատրյան, ես նկատեցի, որ Մեծամորի համայնքապետարանին պատկանող ավտոբուսներ կանգնած այստեղ եւ քաղաքացիներ են Արմավիրի մարզից ինձ գրել, որ ձեր հորդորով, ձեր պահանջով տարբեր համայնքապետարանների աշխատակիցներ են բերվել այստեղ, ես եւս նկատեցի։ Չես ամեղ սունակի դեմքը զգում եք, լրիվ նիկոլական է, լրիվ զտանյութ։ Ինչու եք ստիպում, որպեսզի համայնքապետարանի աշխատակիցները գան մի պատարակի կենթանի է։ Ինչին իրենք երևի թե չեն ցանկանում։ Չենք ստիպում, հետո մարդիկ տեղաշարժվելու խնդիր են ունեցել, խնդրել են տրամադրել են, պետք է նա եկել։ Ձեր անձնական միջոցներով է։ Այո։ Այսինքն ձեր անձնական միջոցներն եք գործի եք դրել, որպեսզի մարդկանց բերեք Նիկոլ Փաշինյանի մեծ պատարակին։ Մարդը ցուսմունք է տալիս։ Մարդը իր ձեռքով ցուսմունք է տալիս։ Ինչու եք այդպիսի զոհաբերության գնում։ Զոհաբերության չեն գնում։ Բա ինչի եք գնում։ Որ թողեն աշխատենք, աղջիկ ջան։ Ոչ թե ծախսեն բզակոտներից տալու են, ոչ թե վռնդեն աշխատանքից, ուղղակի են բանտ կատարած հանցագործությունների համար։ Սուրքն է սա, հարկը։ Ճիտին պարտքն է իրանց։ Ընդհանրապես մեր ժողովրդին համախոհում են պատարակներին եւ Նագեդովիցոցը։ Իսկ տեսել եք ռուսական տարբերանշաններով Նիկոլի պատանագիչներին։ Այն Ռուսաստանին դեմ տղերքն են, այն որ ասում են Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է, բանը, փաստորեն Ռուսաստանի ձեռքով, Ռուսաստանի օգնությամբ Փաշինյան Նիկոլն է հիբրիդային պատերազմ բանում Հայաստանի նկատմամբ։ Արամ Սարգսյանի դեմը դրեք ես կարծերը եւ ոչ մի։ Սա էլ նայեք, սա էլ իմացեք։ Հեծը նամակ է ուղարկել Տիրադավ Անուշավանին, Անուշիկին, ածական անունը Անուշիկ։ Բազմասեր համասերամոլ Անուշավան Ժանկոնչյանին, որ գդիկով լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը կը զեղչվի։ Բա դու ծառայում ես դևին եւ դերը քո ծախսերը զեղչում է։ Սա ինչ է։ Հա? Փաշինյան Նիկոլի պրոպագանդոններ, այնտեղ ով կա Ազատ Արշակյան, ձենան է կարա, սա ինչ է։ Սա ինչ է։ Գալեք ձենան եք։ Չեք լռում։ Ձայն հանեք։ Ոչինչ, հիմա կլրեք, հետո կսկսեք ցուսմունք տալ։ Այո։ Ծառայում ես ների, ստանում ես զեղչ։ Անվճար ուղեգիր դեպի Մագադան, շուտով, բոլորիդ համար։ Սա լսենք։ Քանի որ ինձ շատ են գրում, որ ես չեմ անդրադառնում Վարդան Ղուկասյանին եւ ես բազմիցս պնդել եմ, բազմիցս ասել եմ ինչու ես չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ ուզում այդ մարդուն անհալմալ վիճակի մեջ դնեմ։ Ես ինչ չեմ ների որպես մարդ, որ հանկարծ նա ասի մի բան, որը թերի ինֆորմացիայի պակասով արդյունքում վնաս կտա այդ մարդուն։ Ես գիտեմ, չէ՞ ինքը որ թերի ինֆորմացիա ունի։ Այդ մարդը ազատության մեջ չի։
Ես միշտ խուսափել եմ, բայց դա փոխարեն ստանում եմ նաև մեղադրական նամակներ։ Բայց հիմա ուզում եմ լսեք նույն բանը, փաստորեն եւ դատապաշտպանն է ասում։ Նախընտրական գործընթացի ընթացքում միտումնավոր ձեռնպահ են մնացել արձագանքել առանձին անձանց, ովքեր ներկայացել են Վարդան Ղուկասյանի աջակիցներ եւ այլ միջանձնային ինտրիգներին գիտակցելով, որ լոկալ հարցեր են կանցնեն, չնայած դրանք անուղղակիորեն շոշափել են ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունը։ Այդ վարքագիծը եղել է գիտակցված եւ պատասխանատու, պայմանավորված ոչ միայն քաղաքական էթիկայով, այլև ինվստահորդի իրավական կարգավիճակով, որպես ազատությունից զրկված անձի։ Բազմաթիվ դեպքերում անձնական հաղորդակցությամբ հորդորել եմ առանձին սուբյեկտների իրենց անձնական ամբիցիաները ենթարկել հանրային շահին, առաջնահերթ դարձնել Վարդան Ղուկասյանի իրավական, քաղաքական եւ մարդկային շահը, հաշվի առնելով, որ նա գտնվում է ազատությունից զրկված եւ ունի ոչ միայն իրավական պաշտպանության, այլև հոգեբանական անվտանգության իրավունքի օբյեկտիվ կարիք։ Սակայն արձանագրվել են դեպքեր, երբ առանձին անձինք իրենց դժգոհությունները միմյանց նկատմամբ վերածել են հանրային կոնֆլիկտի, ներքաշվել են տեղեկատվական գործընթացների մեջ, ստեղծել են արհեստական բախումներ եւ սրել իրավիճակը, համացանցային հարթակները վերածելով նպատակային ապակայունացման գործիքի։ Արդյունքում ձևավորվել է իրավաբանորեն անընդունելի, բարոյապես անթույլատրելի եւ քաղաքականապես վտանգավոր վարքագիծ, որի շրջանակում ազատությունից զրկված անձից Վարդան Ղուկասյանից սկսվել են պահանջներ, առերևույթ շանտաժի տարրեր պարունակող ուղերձներ, սպառնալիքներ, նպատակ ունենալով նրան ներքաշել անձնական հակամարտությունների, բազարների եւ միջանձնային կոնֆլիկտների մեջ։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև ունի հստակ իրավական գնահատման ենթակա բնույթ, քանի որ ազատությունից զրկված անձի նկատմամբ հոգեբանական ճնշումը, շահարկումը եւ մանիպուլյատիվ ազդեցության փորձերը կարող են ունենալ իրավական հետևանքներ համապատասխան իրավական նորմերի շրջանակում։ Որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան, ԴՕ կուսակցության եւ ԴՕԿ դաշինքի շտաբի պետ հայտարարում եմ, այս պայծ սկսած ցանկացած փորձ Վարդան Ղուկասյանի ներքաշելու միջանձնային հակամարտությունների, պայմանադրումների, քաղաքական շանտաժի, տեղեկատվական ճնշման կամ պայմանով քաղաքական աջակցություն պարտադրելու գործընթացների մեջ դիտարկվելու է որպես ուղղակի միջամտություն ինվստահորդի իրավունքների իրականացմանը։ Եվ հետեւաբար այս պայծ սկսած Գրեգ Այբենյանի 29-րդ տառը։ Ոչ դուք, ոչ ձեր ձայները, ոչ ձեր պայմանները, ոչ ձեր աջակցությունները Վարդան Ղուկասյանի թիմին անհրաժեշտ չեն։ Մենք չենք իրականացնում քաղաքական գործունեություն, շանտաժի, պայմանների կամ ձայնի առևտրի տրամաբանությամբ։ Վարդան Ղուկասյանի քաղաքական լեգիտիմությունը պայմանավորված չէ առանձին խմբերի կամ անհատների քմահաճույքներով։ Նրա թիկունքում կանգնած է հասարակական լայն աջակցություն, որի փաստական հիմքերն են սոցիոլոգիական ուսումնասիրությունները, միջազգային կառույցների վերլուծական զեկույցները, ինչպես նաև տարբեր պետությունների կողմից ներկայացված իրավաքաղաքական առաջարկները եւ հատուկ կարգավիճակային նախաձեռնությունները։ Պաշտոնապես հայտարարում եմ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինձ որպես շտաբի ղեկավարի դիմել են բազմաթիվ քաղաքական սուբյեկտներ Հայաստանից եւ Սփյուռքից, նախկին, ներկա եւ ապագա ուժեր ու կառույցներ, որոնք հրապարակային չեն հայտարարել։ Ավելին, հանդես էին գալիս քննադատությամբ, սակայն փակ շփումներում հանդես են եկել աջակցության եւ համագործակցության ֆուլ առաջարկներով։ Իրավամբ կատարվել է խիստ ու սկզբունքային զտում։ Մնացել է միայն համակարգային մտածողություն ունեցող ինստիտուցիոնալ, արժեքային եւ պետական մտածողությամբ ուժերը քաղաքական, տնտեսական, իրավական, ռազմական հարթակներում։ Վարդան Ղուկասյանի թիկունքում կանգնած ընտրողների լայն հանրային զանգված, ինչը մեզ պարտադրում է գործել բացառապես իրավական եւ պետական շահի տրամաբանությամբ, այլ ոչ անձնական կոնֆլիկտների եւ էմոցիոնալ մանիպուլյացիաների դաշտում։ Եվ արձանագրում եմ փաստական հանգամանք։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրավաքաղաքական հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք պետություններ, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Վերջնական որոշման իրավունքը պատկանում է բացառապես ինվստահորդին։ Այժմ կար հրապարակային հայտարարություն։ Հարգելի Գևորգ Գրիգորյանին, Գայանե Մանուկյանին, Գայանե Զարգարյանին հարգանքով են վերաբերվում ձեզ։ Վստահ եմ, որ այն փոխադարձ է։ Եթե առերևույթ գտնում եք, որ Գայանե Մանուկյանը ձեզ վիրավորել է, կամ Գայանե Մանուկյանը գտնում է, որ իրեն եք վիրավորել, չեմ ցանկանում արբիտրի դեր խաղալ, թե ով սկսեց առաջինը եւ այլն։ Ինքս բոլորիցս հետ ներողություն եմ խնդրում ձեր փոխարեն եւ եթե իմ խոսքը ձեր համար հեղինակավոր է, ներողամիտ եղեք, խնդրում եմ։ Իսկ ես էլ չեմ ուզում այդ բազարների մեջ մտեմ, ինձ էլ այդ բազարների մեջ քաշելու փորձեր են եղել բազմակի անգամ, ես մի անգամից ա եղել իմ ոչը, ես այդ կուսակցության իրանց ներկայացուցիչի վերաբերյալ իմացա, որ իրեն հեռացնելու բավականին Անուշ Խուդապերդյանի մասին է խոսքը, որին երբեք ես քաղաքական դեպք չեմ համարել, պատրաստվում է դիմել ԱԱՑ, ինձ ամենաշատ այդ փաստը զվարճացրեց, այո լինում այդ դեպքեր, կլինեն նման դեպքեր, որ քաղաքականության մեջ պատահական հայտնված մարդիկ, իսկ Անուշը դրանցից մեկն էր, չեմ ուզում անձնավորել, բայց ինքը պատահական մարդ է քաղաքականության մեջ, երբեմն չեն հասկանում, որը որից հետո է, ինչպես պետք է իրենց ընդհանրապես դրսևորեն, նույնիսկ այն պարագայում, երբ որ իրենց ասում են կներեք ձեր ծառայությունները մեզ այլևս հետաքրքիր չի։ Սրանով այս թեման ուզում եմ փակել եւ նորից հիշեցնել մի բան, իմ համար շատ սկզբունքային է, շատ, երբ որ ես մարդուն հրավիրում եմ հարցազրույցի, ես պետք է վստահ լինեմ, որ ես առնվազն դիտավորյալ ես իրեն չեմ վնասում։ Ուրիշ բան, որ ընթացքում ինքը սկսում ասել բաներ, բայց ինքն է ասում բաներ, որոնք իրեն
իրեն վնասելու է, որը դա իր իրավունքն է, ես չեմ, ասենք ինքը մտածում է դա իր փոքուտ է կամ ինքը անկեղծ է ուզում ասի ինքը ինչ է ուզում եւ դա իրան վնաս է տալի, բայց ես դիտավորյալ նման բաներ, դա իմ սկզբունքն է ուղղակի, չեմ ան, թո իմ ձեռքով չլինի դա, եթե ինքը դա անելու է, դա անելու է սենց տենենց, բայց ես մարդկանց չեմ դրդում ես վիճակին, ես դրա համար իմանալով հանդերձ շրջապատույտը, չէ՞ որ ես էլ եմ այդ ինֆորմացիաները ստանում, այդ ինֆորմացիաների հակադրությունները, հակասությունները ես չեմ կարող այդ վիճակով հղումներ անել, Վարդան Ղուկասյանի խոսքով։ Դուս կգա, երբ ինքը կմիացնի YouTube-ի կնոպկեն, կոճակը եւ ինքը սկսի եթեր տալ, այն ժամանակ նոր ես կխոսեմ կամ կհամաձայնեմ կամ չեմ համաձայնվի իր հայտարարությունների հետ։ Մնացած բանակայում ես ձեռնպայեմ։ Այս պահով այսքանը։ Սա եմ ուզում դուք լսեք, այս ընկերոջ ես անձամբ չեմ ճանաչում, բայց պարբերաբար ինքը հայտնվում է իմ թայմլայնում, ես ուզում եմ ձեզ ներկայացնել։ Ամեն դեպքում լավ գործանում ծանոթացեք։ США новый скандал. Կներեք, որ ռուսերեն է, ենթադրում եմ, որ սուբտայտլներով մեր թուրքի բարեկամները կարող են դիտել։ Եթե դուք չեք կարողանում դիտել, խնդրում եմ այս վիդեոյի տակ գրեք, որ ես հաջորդ անգամ թարգմանեմ, որովհետև տեքստը երկար է, ես այսքանը չեմ հասցնի թարգմանել։ Громкий и показательный. Американский чиновник турецкого происхождения нашел армяно-русскую мафию. Нет, не в судебных решениях, не в материалах ФБР, а на вывесках в Лос-Анджелесе. Автор этой сенсации Мехмед Оз, глава программы Medicare и Medicaid, назначенный самим Трампом. И здесь важно главное. Оз турок, человек, публично отрицающий геноцид армян, тесно связанный с Турцией и окружением Эрдогана, и именно он выходит с камеры и начинает объяснять Америке, что армянский язык и армянские вывески – признак организованной преступности. Без фамилий, без дел, без доказательств. Зато с очень старым и хорошо узнаваемым турецким посылом. Если ты армянин, значит виноват. Формально все это подается как борьба с медицинским мошенничеством на миллиарды долларов. Фактически же это расовое профилирование, замаскированное под расследование. Особенно изящно Оз склеивает армян с русскими. Ես ուզում եմ հիշեցնել նաև սա ետ եղավ այն ժամանակ, երբ ամերիկյան հետախուզությունը բացահայտեց, որ Ամերիկայում Դոնալդ Թրամփի ներկայացուցիչն Բարակը, Էմպերակը, հա, վճարվում է թուրքերի կողմից որոշակի ծառայությունների դիմաց, որ նա փաստորեն ֆինանսական կախվածությունը եւ փող ասանում Էրդողանից։ Դրանից հետո միանգամից իրանք հարձակման հայերի վրա։ Потому что к России в США уже прилагается готовый негативный фон. Остается просто пристегнуть к нему армян. Схема рабочая, проверенная. Результат не заставил себя ждать. Армянские бизнесы в Калифорнии теряют клиентов, люди получают угрозы, язык и культура становятся поводом для подозрений. Даже власти штата были вынуждены напомнить очевидное. Язык не является уликой. И вот здесь начинается самое показательное. Пока турецкий чиновник в США публично клеймит армян, армянское государство молчит. Армяне объявляют мафией, официальный Ереван занят нетворкингом и организацией концертов нового бойсбенда во главе с Пашиняном. Это уже не рассеянность и не слабость, это позиция. Армянская диаспора в США сегодня неудобна. Она критикует власть, задает неудобные вопросы, а значит защищать ее не обязательно. В итоге получается абсурдная, но очень показательная картина. Турок с федеральным мандатом США запускает антиармянскую кампанию. Американские политики и простые американцы вынуждены реагировать, подавать в суд на Оза и защищать армян, указывая, что это все расизм в чистом виде. Армянские политики делают вид, что это их не касается. Абсурд, не правда ли? И вот на этом месте важно не спешить с выводами, но и не делать вид, что перед нами случайность. Потому что подобные атаки на армянскую идентичность в последние годы возникают не в одном месте и не в одном формате. Где-то обвинения в преступности, где-то стирание культурного присутствия, где-то попытки представить армян как токсичный фактор. Под ударами оказывается не конкретный армянин, даже не конкретная община, а сама идея армянства через ее демонизацию. Сегодня в самой Армении также продолжается системная атака на армянскую идентичность. Пытаются заставить нас забыть о нашем прошлом, размывают память о героях, нападают на церковь, на культуру и символы, стирают историю из официального дискурса. Можно называть это все совпадением, можно тенденцией, можно теорией заговора, но не заметить закономерность нельзя. У меня один вопрос к аудитории. Почему, когда в России пытались ущемить азербайджанскую диаспору, Алиев молниеносно вступился за своих соотечественников, потребовал расследования, применил дипломатическое давление и публично защитил их права, а премьер-министр Армении точно в такой же ситуации сделал вид, что это его не касается? Может, поэтому?
Հայաստանի վարչապետ աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Եվ ես այս համայնքային հանդիպումներ անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Հասկացաք, չէ՞ որ իրար վրա հույս չդնեք։ Ավելին, Էրդողանից ցուսում կա, չէ՞, քանդել Սփյուռքը եւ եկեղեցին։ Այն ինչու իրենք անում են։ Ինքը Սփյուռքն է քանդում, ինչը Փաշինյանը պետք է ասի Սփյուռքին ձեռք մի տու, ու Ալիևը չի։ Ալիևը իրեն համարում է բոլոր ադրբեջանցիների պատասխանատուն գարանտը։ Այս ոչնչությունը իրեն համարում է ՔՊ-ականների պապան, որոնց կերակրելով կարող է պաշտպանի իր իշխանությունը։ Իսկ մյուս կողմից իր պապաների հանցագործ գործիքը հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչ Սփյուռքի մասին է խոսքը, ինչ պաշտպանվածության մասին է խոսքը։ Բայց Սփյուռքը մենակ չի։ Սփյուռքը կորած չի։ Hey, you idiot, Dr. Mehmet Oz. You should be careful with your words. It's not a good idea to target only Armenians and ignore all the real people who are behind all the big scammers like you. You've been manipulating the public with your nonsense for so many years. Now you're getting bribed to slander Armenians. Watch your mouth. We're not going to let you get away with it. Ընդհանուր միտքը թարգմանեմ, Օզին է Թուրքին զգուշացնում են, ասում են բերանը փակ բայ։ Դու չես կարող մանիպուլյացիայով գործել առաջնանել եւ վնասել հայերին Լոս Անջելեսում։ Հա, դա զգուշացում է։ Սա է։ Սփյուռքը կարող է ինքն իրեն պաշտպանել։ Ասեմ ավելի, Սփյուռքը նույնիսկ կարող է Հայաստանին պաշտպանել։ Ու թուրքերը ամեն ինչ անում են, որ դրան հասնեն։ Մնում է Սփյուռքը իրոք սկսի աշխատացնել իր մեխանիզմները։ Ոչ ոք դեռ չգիտի, դեռ չի պատկերացնում Սփյուռքի իրական ռեսուրսը եւ մեդիա, եւ ֆինանսական, եւ քաղաքական։ Չի պատկերացնում ոչ մեկ։ Բայց ես ասում եմ, հանկարծ եթե այդ ռեսուրսը աշխատեց Հայաստանի օգտին։ Հայաստանը դառնում է տարածաշրջանի, չասեմ Իսրայել, երկրորդ Իսրայել։ Պաշտպանված, հարուստ եւ անվտանգ։ Մենակ դե սկսի այդ բանը աշխատել։ Հուսում եմ այս ամեն ինչը կդրթի, որ հասկանան, որ այս ինչ որ կատարվեց Թուրքի կողմից Սփյուռքի նկատմամբ, դա կատարվեց Հայաստանի կառավարության լուր համաձայնությամբ։ Ձեզ ավել բանա պետք է դառնալ։ Հետևեք այն երիտասարդին։ Հետևեք նաև այս աղջնակին։ Ազգի համար ամենամեծ սպառնալիքը դավաճանությունն է։ Թշնամու հարվածը տեսանելի է, այն գալիս է դրսից, այն կանխատեսելի է։ Բայց երբ դավաճանը ներսում է, նա խոսում է քո լեզվով, նստում է քո սեղանի շուրջ, ապրում է քո երկրում, բայց առաջին իսկ պահին պատրաստ է հանձնել քո հողը, անունը, ընկերոջ կյանքը։ Անի Արաքելյան, ծանոթացեք եւ հետևեք։ Ես ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ հայեր, կարևոր չի ինչ լեզվով են անում, կարևոր չի հայերեն, ռուսերեն, անգլերեն, թվում է չինաներեն լինի։ Հայեր, որոնք մտահոգված են այս վիճակով եւ անգամ ընդունակ է անել այն, ինչ ընդունակ չի անել թշնամին դրսից։ Հայ ժողովուրդը դարերով չի մոռացել իր դավաճաններին։ Ֆրանգյուլը, Բաղերը, Մուսին։ Նրանց բոլորին միավորում է նույն ճակատագիրը՝ ատելությունն ու մոռացությունը, որովհետև ժողովուրդը երբեք չի ներում, երբեք չի մոռանում։ Ազգի համար ամենամեծ վերջ։ Հիմա ասենք այս գլխավոր աշխարհի մակարդակով գլխավոր Նիկոլին։ Թրամփի վարչակազմը հիմա էլ տեղեկացրել է, որ Իրանի որ բաց է բանակցությունների համար։ Միևնույն ժամանակ պատրաստվում է հարձակում։ Սա կատարվեց ուղիղ նույն սցենարը, եւ որ սկսել են բանակցություններ, ինքը խփեց։ Հունիս ամսին։ Ես չեմ զարմանա, որ նորից փափուկ բառ դնեն, հրավիրեն բանակցությունների, ինչպես կատարում արեցին, հիշում եք, հրավիրել էին բանակցությունների, իմանալով իրանք որտեղ են եւ ռմբակոծել էին տարածքը։ Հիմա նույն բանն է գնում։ Ինչ կարծում եք Թրամփը վախեցել է Իրանից, որ հրավիրում է բանակցությունների։ Չէ։ Չէ, Թրամփը ոչ մի բանի չի վախենում, մի բանից է վախենում։ Կորցնի իր իշխանությունը եւ հանկարծ չկարողանա իրականացնի Նետանյահուի ցանկությունները, կապրիզները։ Թչինք իր իշխանությունը ուդիզեր չի կարող կորցնի, բացի Նետանյահուին հակառակվելուց։ Ոչ Իրանի վրա հարձակումը Իրան կվնասի, ոչ ներքին սոցիալական խնդիրները, որը կա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում,
Ոչ մի բան իրան չի սպառնում այդ աստիճանի, ինչքան Նետանյահուի բարկությունը։ Համենայնպես իրանը տենց է թվում։ Իսկ JD Vance-ը, որով հայ ժողովուրդը ոգևորված է շատ մանավանդ դրա այցով, այս ամենաաղմկահալույց այսօրվա, որ 3 միլիոն նոր ֆայլ է դուրս եկել այս մանկապիղծերի ախել բառը չի կարելի ասել YouTube-ով էլի, այն որ երեխեք են անետանում, այն որ հրավիրում են գալիս են, հետո այդ երեխեք անետանում են, հետո այդ վիդեոները հայտնվում են Էփշտեյնի վիդեոյի մեջ, ասում է ավելի դաժան վիդեոներ ինձ ուղարկեք։ Դրանց ամենամեծ քննադատներից էր այս ժամանակին JD Vance-ը պահանջում էր, անպայման հանեք, այս ինչա, դուք ոնց կարող եք այդ հանցագործներին թաքցնել դրանք հանցագործներ են, բոլորը գիտեն դրանց մասին։ Այսօր դրանց դարձել է լուր կամակատարը, որովհետև իր բոլոր շեֆերը դրա մեջ են խառնված։ Ես քանի անգամ ասել եմ, որ դրա մեջ է այս բռակը։ Սա Թուրքիայում Ամերիկայի դեսպանը եւ Ամերիկայի ներկայացուցիչը տարածաշրջանում, որը որ զբաղված է Զանգեզուրի միջանցքը բացելով։ Սա նույն կերպ անցնում է այդ ցուսակով եւ այդ հանցագործներից մեկն է։ Այս մարդակերը։ Սա մանկահասակ երեխեք 11, 12, 13 տարեկան, ավելի փոքր, սրանք հրեշ են, ու այս հրեշներն այսօր աշխարհ են ղեկավարում։ Աշխարհ ղեկավարել ինքնատուն Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը իր ազդեցություն ունի աշխարհում մեկ։ Ու սրան տվել է մեր տարածաշրջանը, այս մարդակերին։ Չմեք ես որ ասում եք, հնարավոր չի միտեղ օրգիա լինի, պրոստիտուտկեքը խառնված լինեն, ծառայություններ մատուցեն, ուտեղ չլինի ռուսական հետախուզությունը, բացառվում է։ Եվ այսպես բրիտանական հետախուզությունն է հայտնել, բացահայտել է փաստեր, որ այդ ամբողջ process-ի ժամանակ Էփշտեյնը օգտվել է ռուս սուտինորներից։ Այո, սուտինորների ծառայություններից, որոնք աղջիկ եւ տղա երեխաներ են մատակարարել այդ միջոցառումների ժամանակ։ Եվ ոչ միայն երեխաներ, եւ փորձառու պրոստիտուտկե։ Եվ Ռուսաստանը ունի բոլոր ապացույցները, բոլոր ձայնագրությունները, բոլորը իր ռազմական ունի ամեն ինչ։ Ես միշտ ասել եմ, եւ դրանով է ինքը կառավարում նաեւ Դոնալդ Թրամփին։ Այդ չեմ ասում, որ իրենց մոտ է եղել, Մոսկվայում է եղել, սա ինչ էլ մատակարարած կլինեն, սրա, որտեղ նկարեն դրեն դեմը։ Բացի դրանից, ապացուցված է, որ Էփշտեյնի այդ ամբողջ process-ի մեջ ռուսական ռազմական ներկա է եղել, տարբեր ֆորմատներով։ Մասնավորապես, նորից եմ ասում, պրոստիտուտկի ձևով։ Այնպես որ ագենտ Կրասնով որ ասում են, դա պատահական չի։ Ու պատահական չի, որ սա եկած առաջին օրվանից իրականացնում է Պուտինի փրկության ծրագիրը։ Գիտեք ինչի՞, տեն մեկ ձեռը ոնց է Լեուսին։ Ոչ ես մոռացել։ Դոնալդ։ Արդյունքում ես ինչ եմ ասել, որ սրանք կորցնել են ամեն ինչ, 26 թիվը մինչև նոյեմբեր։ Սրանք ամեն ինչ են կորցրել, եւ այս պատկերը տեսնում եք 57 եւ 42 Սա Տեքսասում է, պարտվել են հանրապետականները Տեքսասում, Տեքսասը դա պատմականորեն, դա հանրապետական է, ոչ մի անգամ դեմոկրատները չեն երազել են, գոնե 1%-ով ավելի լինեն, գոնե ասենք 49 լինեն, 49 քանից լինեն, չեմ ասի 50-51 է, դեմոկրատները 57-2 են, եւ հաղթել են Տեքսասում։ Դուք ինչ եք կարծում, մնացած նահանգներում կարող է հաղթի Թրամփը կորցնել է այս ամեն ինչը։ Թրամփը կորելու է Նիկոլա Թրամփը կորելու է բոլոր նրանք, ովքեր հույս են կապել Թրամփի հետ։ JD Vance-ին սպասողները, JD Vance-ի հետ պայմանավորվողները, սրանք բոլորը խորտակված նավի նավաստիներ են, փաստացի։ Այնքան կույր ու անհեռատես,
որ այս թվերը չեն տեսնում, որ չեն տեսնում այս ընթացքը քաղաքական, բարոյական, մեդիա, սոցիալական, չեն տեսնում ուղղակի, էլի կամ տեսնում են, բայց իրենց վճարում են չտեսնելու համար, չէ՞ որ դա էլ կա։ Եվ ասպես ամենահանրապետական, ամենաթրամփային, թրամփամոլ նահանգում դեմոկրատները ջախջախել են 57-2 42-8 հարաբերությամբ։ Մնաց բաղով Թրամփ, քեզ մնացել է մի քանի ամիս։ Սա էլ խայտարակ նկար է, տեսնում եք ովքեր են այնտեղ, Բեզոս, Ամազոնի տերն է, Բիլ Գեյթս, Էփշտինը, Բիլ Քլինտոնը, եւ տեսնում եք այն երեխային ով ա կանգնած։ Պարզվում է դա այսօրվա քաղաքապետն է Նյու Յորքի, հենց Մամդանի, իր մոր հետ։ Այ քեզ բացահայտում։ Իսկ մեր հայտնի ռեժիսորը։ Ու այս խմբակի հետ։ Ես չգիտեմ բարը ինչ սպասել Նյու Յորքում, ես չգիտեմ, բայց սա փաստ է, ու դու գիտեք ես ինչքան եմ ոգևորված, ոչ թե ոգևորված, ինչքան դրական է իմ տրամադրությունը այս Մամդանի նկատմամբ։ Ու սա ինքն է երեխա ժամանակ, իր մոտ հետ։ Իհարկե սա չի նշանակում, որ իրան այնտեղ պղծել են, փչացել է, ես դա մասում չեմ ասում, բայց սա չի կարող չազդել իր քաղաքական կարիերայի վրա։ Տեսնենք վաղվա արձագանքները եւ ընդհանրապես հետևանքները ոնց են լինում։ Ու մի բանի վրա եմ զարմանում։ Այս ամբողջ process-ը դա Մոսադի process-ն է։ Այդ ոնց է, որ Մոսադի process-ներով անցած մամիկը Նետանյահուն ասում է եկար Նյու Յորք քեզ կձերբակալեն։ Այդ ոնց է ինքը միայնակ խլում իշխանությունը հրեաներից։ Այ սա ինձ համար հարց է։ Այս նկարը փաստ է եւ փաստա մի բան, որ ինքը սրան ունենալով այս ամեն ինչը, այս նկարը լինելով, ինքը կարողացավ հաղթել։ Եվ դառավ պրոբլեմ ոչ միայն Վաշինգտոնի համար, այլ բոլոր հրեաների եւ Նետանյահուի համար։ Նետանյահուն կարող աշխարհ որտեղ ուզենա գնա, Ամերիկա, բացի Նյու Յորքից։ Ինքը խոստովանեց, ձերբակալել եմ, օրենքն ասա, ես ինչ կապ ունեմ սա։ Սա Մելանյանա։ The most disturbing thing about the new Melania movie is the director, who actually appears in the Epstein file. Էսի Մելանիայի ֆիլմը նկարած, Մելանիայի հետ ֆիլմը նկարած, ռեժիսորն է, այս մեկ տղամարդուն գրկածը։ Այս ռեժիսորին Մելանիայի ֆիլմը նկարելու համար բարձել են, պնդել են, որ սա պետք է նկարի ֆիլմ է, հենց Դոնալդ Թրամփն ու կինը։ Այս ռեժիսորն է իրանց հետ անցնում է այս Էփշտինի գործով։ Եվ այս նկարները այսօր են դուրս եկել համացանց։ Դոնալդ Թրամփը Մելանիային էլ է ինքն դերից գտել։ Մելանիային հենց Էփշտինը պատիվ տվել օթանավում։ Օթանավում Դոնալդին պատիվ է տվել, այդպես դարձել է իր կինը։ Ու սրանք էլ են իրար հետ։ Հիմա այսօր իր հետ ֆիլմ է նկարել։ Դուք հասկանում եք այսօր աշխարհում ձեռքում է։ Մենք էլի լավ չենք հասկանում աշխարհում ձեռքում է, որովհետև մեր ցավը, մեր խնդիրները Հայաստանում այնքան շատ են, մենք մտածում ենք ամենամեծ խնդիրները Հայաստանում են, ամենամեծ խնդիրները Հայաստանում չեն։ Հայաստանի խնդիրները մեծ մասով գալիս է աշխարհի վիճակից, որովհետև եթե աշխարհում լիներ կարգ ու կանոն, Նիկոլա այսքան ազատ ու սանձարձակ իրան չէր զգա։ Բայց ոչինչ, այս ամեն ինչը ավարտելի է շատ շուտով։ Շատ շուտով 3 միլիոն փաստաթուղթեր են դուրս եկել։ Բոլոր տեղերում Դոնալդ Թրամփն է իր ամբողջ այսօրվա կառավարությունով, ամբողջ իր փեսուց սկսած, աղջիկը, կինը, իրանց ռեժիսորը, իր աշխատակազմը, բոլոր իրանք են։ Դրա համար դեմոկրատները, որ աշխարհը մեղադրում էր դեմոկրատներին բաների մեջ, աշխարհի բոլոր մեղքերի մեջ, գլոբալիստների մեջ, գլոբալիզացիայի մեջ, մեր խոսքով։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրում են դեմոկրատներին, ու դեմոկրատները սրանց համեմատ փաստորեն դուրս են գալիս սուրտ։ Չգիտեմ ոնց ասեմ նույնիսկ։ Սա լսենք։
Ինչպես եք իրենց հետ պատկերացնում այդ բարենորոգումը, երբ որ այն մարդու մոտ ասում եք կուսակրոնության ուխտ ես խախտել, մեկ այլ կուսակրոնության ուխտը խախտածների հետ եկեղեցի եք մաղում։ Երկրորդը եկել է, եթե վեհափառին իրանք Կպեական ինչ պետք է պատասխանես սրանցին։ Ինչպես սարքային կպեական է, ինչ պետք է պատասխանի։ Սրանք ինչ ունեն պատասխանելու։ Նիկոլը սրանց բոլոր փոխադեն պատասխանել է, որ սրանք բույս են, սրանք ուսապարկ են, սրանք առարկա են, ոչ մեկ են, ով կարա իմ ասածին հակաճառել։ Ու սա ինչ պետք է ասի, բայց լսեք։ Համարում են են չեմ ուզում ասել, իրանք բոլորը ուրեմն կարգից դուրս են, օրենքից դուրս են, բոլորը։ Բոլոր մկրտությունները, բոլոր պսակադրությունները, բոլոր հուղարկավորությունները, բոլորը։ Այնպես որ հարցը հետևյալն է, մեր եկեղեցուն եւ մեր վեհափառին, որը հաստատուն պահում է մեր եկեղեցին ու կպահի մինչև վերջ։ Այդպես էլ ձեր շեֆերին ասեք, իրանք չեն գիտակցում, դեռ ինչի առաջ են կանգնած, ինչ մեծ մեղք են։ Իր աղջիկներ գինեկոլոգա կարող դուք գնացեք այդ հեքիաթները պատմեք ու ուզում եք, ուզում եք աշխատավայրն կարողենք ասել։ Պետք չի ասել։ Գնացեք ձեր առաջնորդից խոսեք, ոչ պսակադրություն։ Ես չեմ ուզում շարունակել, սա ով է որ բան ասի։ Ինքովա, իրանք բոլորը ոչ մեկ են որ ինչ-որ բան ասել։ Իրանց տեղը խոսում է Փաշինյան Նիկոլը, եւ սրանք կենթանուպես պետք է ծաղտան։ Պետք է կրկնեն նույնը, նույնիսկ եթե իրանք չեն էլ հավատում իրենց ասածին։ Իրանք չեն լսում։ Այսօր իմ այս timeline-ը հիշողությունները բերեց դե բարբերաբար բերում է իմ նախկին կյանքից, մինչ պատերազմյան կյանքից, որովհետեւ իմ մոտ կյանքը բաժանվում է երկու մասի։ Միջ պատերազմ եւ պատերազմից հետո դրանք երկու տարբեր կյանքեր են։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ է այդ վիճակը, բայց իմ մոտ դա շատ ավելի sense հստակ է այդ կարմիր գիծը։ Ես տենց չկարողացա վերականգնվել հոգեբանորեն։ Ամեն դեպքում վերեց նկարներ, որոնք ինձ հիշեցրեց 18 թվականի Փարիզի հենց մայիս ամիսն էր։ Փարիզի ուրախաղերը եւ ես այսօրվա sense է ստատուսը, որ այսօրվա լուսավոր օրերը, որը ապրում է Հայաստանը, ես գտնվում եմ Փարիզում, սա Բաստիլն է, հայտնի բանտը։ Բաստիլի գրավումն է, չէ, ֆրանսիական հեղափոխության սիմվոլը որպես է։ Եվ այս Հայաստանի այդ իրադարձությունները եւ 18 թվականի մայիսի որոշ հիշում ենք, չէ։ Եվ այս ոգևորված նկարում էի, գրում էի, որ տեսեք ինչ լավն է, երբ որ բանտը, այդ սիմվոլը բանտը, ասենց վերածում է այս կարգի համերգասրահի մշակութային կենտրոնի, որ այ հիմա ժամանակն է, երբ որ Հայաստանի բաստիլները կա, կվերածվեն դրանք մշակութային արվեստի կենտրոնների, եւ այդ ամեն ինչը կմնա մեր համար վատ հիշողություն որպես, ինչպես ֆրանսիացիների համար Բաստիլն է։ Ես էլ բոլորին եմ նկատմամբ, բայց ես ունեի վերապահում, բայց սիրտս ուզում էր այդ ամեն ինչը, եւ ես անկեղծ ուզում էի, որ դա այդպես լիներ, բայց չեղավ ու շատերը հիասթափվեցին ու այսօր էլ են հիասթափված։ Ես ուզում եմ այս մասով գիտեք ինչ հիշեցնել բոլորիս, ինձ էլ, ձեզ էլ, որ Բաստիլի գրավումից հետո եւս 59 տարի պահանջվեց Ֆրանսիայում ստեղծել են ժողովրդավարական վիճակը, որը այսօր ունի ինքը։ Վերջի հեղափոխությունը Փարիզում, Ֆրանսիայում եւ ամբողջ Եվրոպայում եղել է 1848 թվականին։ Իսկ Բաստիլի գրավումը դա 1789 թվականն էր, այսինքն եւս 59 տարի պատերազմներ, հեղափոխություններ, նորից հեղափոխություններ, նորից պատերազմներ, նորից հեղափոխություններ, առնվազն 3-ից 5 անգամ մեծ ու փոքր մասշտաբների հեղափոխությունը պատերազմ է եղել այդ ընթացքում 59 տարվա մեջ մինչև 1948 թվականին
Վերջնականապես եղավ այս բաժանումը Եվրոպայի, սահմանադրություն, օրենքներ եւ այլն եւ այլն։ 5-րդ հանրապետություն ֆրանսիական, որը գոյություն ունի առ այսօր։ Ասելիքս ի՞նչն է։ Այս սա բերեց ինձ մի բանի, մի մտքի, որ երբ մենք էլ այս ճանապարհը պետք է անցնենք։ Եվ մենք էլ տարբերակ չունենք խուսափելու։ Եվ իրոք սա է հասարակություն դառնալու ճանապարհը։ Եվ պետք չի մտածել, որ մի անգամ այդ ճակերտավոր Բաստիլը որ քանդվեց, այնը չքանդվեց ինքը։ Բաստիլի տերը փոխվեց։ Բաստիլի տերը փոխվեց, որովհետև Բաստիլի դեմ ապստամբները եւ Բաստիլի բնակիչները, պատանդները Բաստիլում միջև հիմա այնտեղ են։ Եթե մի երկրում ապստամբը նախկին ռեժիմի ժամանակ նշանակում է մնալ, նոր ռեժիմի ժամանակ նշանակում է Բաստիլը չի փլվել, Բաստիլի տերն է փոխվել։ Այդ ժամանակ մենք չհասկացանք եւ կարողացան մեզ բաժանել, հետո որ տիրեն։ Դա մեր հասարակություն դառնալու համար գուցե պարտադիր է, որ մենք մեր Բաստիլները քանդենք, մենք անցնենք այս քավարանի միջով։ Գուցե ես չեմ ուզում, իհարկե ես վստահ եմ դուք էլ չեք ուզում։ Մենք արագ ենք ուզում հաջողություններ, արագ ենք ուզում արդյունքները ստանալ։ Դա նորմալ է, ես կարող եմ հասկանալ։ Բայց գուցե դա չի լինում, որովհետև մենք պատրաստ չենք դրան, որպես հասարակություն։ Որտեղ մենք չենք ազատվել մեր շղթաներից։ Մեր Բաստիլը դա Նիկոլ Փաշինյանը չի, դա մեր մտածելակերպն է։ Այդ Բաստիլը նստած է մեր ներսում, մեր ընչաքաղցությամբ, մեր կոռումպացված լինելով, մեր քծնանքով, մեր անտարբերությամբ։ Այդ Բաստիլը բոլորիս ներսում է, մինչև այդ Բաստիլը մենք ստեղ չքանդենք, մենք չենք ըմբոստանալու արտաքին Բաստիլի դեմ։ Արտաքին Բաստիլի դեմ մենք հանդուրժողական ենք, որտեղ ներսում էլ ունենք դրանից։ Կներեք, որ ես այս մասին բաց եմ խոսում։ Սա ընդունեք որպես իմ շատ սուբյեկտիվ կարծիք։ Սա ոչ թե ես ինչ-որ մեկին եմ մեղադրում կամ ասում սա վերջի ճշմարտություն որպես, սա իմ օբյեկտիվ դիտարկումներն է, կներեք, սուբյեկտիվ դիտարկումներն է, իմ սեփական։ Որովհետև պատմական օրինակները ցույց են տալի, մեծ աղքող գարուն չի գալիս։ Մի հեղափոխությունով հասարակությունը չի փոխվում, մի հեղափոխությունով նոր հասարակát չի ձևավորվում։ Իսկ մենք արագ ենք ուզում։ Առավել մենք ուզում ենք, որ դա մեր փոխարեն ուրիշն անի։ Սա առավել է ներելի եւ անհնարին է։ Ես ուզում եմ լավ մտածենք։ Ես ուզում եմ չընկճվենք, ու իրոք պատրաստ լինենք այդ երկարատև ծանր ճանապարհ անցնելու։ Պատրաստ լինենք, հենց պատրաստ լինենք այդ ճանապարհը ավելի թեթև կանցնենք։ Հենց պատրաստ չլինենք այդ ճանապարհը թվալու է երկար, տանջալի եւ կորուստներով լի։ Այսքանը այսօր համար լավ մնացեք։